Սիրելի հեռուստադիտողներ, հաճախ չի լինում, երբ մենք մեր տաղավարում հյուրընկալում ենք մեր շատ սիրելի գործընկերներին, բայց երբ հյուրընկալում ենք, շատ ուրախանում ենք։ Սովորաբար դուք նրան սովորեք տեսնել իր տաղավարի հատվածից, բայց նա այսօր մեզ հետ է որպես մեր այսօրվա հյուր։ Խոսքը գնում է իհարկե Մարիամ Մերաբյանի մասին, մենք հաճախ ենք խոսում ընտանիքում առողջ հարաբերությունների մասին ու գրեթե միշտ կարճում ենք հետևանքներից մոռանալով դրանց ծագման մասին։ Հոգեբան Մարիամ Մերաբյանը մեզ այսօր կպատմի, թե ընտանիքներում ինչպես է առաջանում ում կողմից եւ երբ։ Բարի լույս, Մարիամ։ Բարի լույս, ես կարոտել էի այս տաղավարը։ Հույս ունեմ ձեզ լավ եք զգում նաև մեր տաղավարում։ Միանշանակ շատ։ Դե ինչ այսօր բարձրացնում ենք բավականին կարևոր հարց, ընտանիքում կոնֆլիկտները, անառողջ ընտանիքների մասին ընդհանուր թեմաները եւ դրանց ծագումը, որտեղից է սկսվում կոնֆլիկտները։ Թերևս ամենակարևոր հարցն եք բարձրաձայնում եւ ես վստահ եմ, որ դուք շատ եք շնորհակալություններ ստանում կանխարգելման նպատակով նման թեմաների անդրադառնալիս։ Ծագումը ընտանիքներում չի կարելի ասել մեկ պատճառ է, դրանք տասնյակ պատճառներ են, բայց թերևս ավելի հասանելի ձևով բացատրելիս պետք է տեսնել, որ ընտանիքը երբ ձևավորվում է, արդեն այդտեղ կարելի է նշмарել տարբեր երբ դեռ չկա երեխան։ Ընտանիքը ձևավորվում է, հաճախ հանդիպում են ոչ թե երկու մարդիկ, այլ երկու խնդիրներ։ Եվ նախամուսնական փուլում ծագումնաբանության մասին զրուցելիս միշտ կարելի է տեսնել, որ այսպիսի կամ այսպիսի կառուցվածքով մարդիկ կարող են հետագայում ունենալ շատ մեծ խնդիրներ։ Գնահատման տեսանկյունից դա բավականին հեշտ է նկատել, որովհետև մենք բռնությանը շատ ենք անդրադարձել եւ երբեք չի լինում պատահական մեկ մարդու եւ մյուս մարդու հանդիպումը իրենց խնդիրների տեսանկյունից եւ արդյունքում էլ ծնվում են կոնֆլիկտները, բռնության տարատեսակ ձևերը։ Խուսափել կարելի է, եթե տիրապետում ենք այս գիտելիքներին։ Իսկ առավոտը շանթում ամեն ինչ անում մարդիկ տիրապետեն հենց այդ գիտելիքներին։ Մի քանի ակնարկով նույնիսկ կարելի ասել ինչպես ճանաչել այս մարդը կամ այս մարդը հարաբերությունում ինձ հետ համատեղելի է թե ոչ։ Առաջին հերթին այն է, որ դու հաճախ քեզ չզգաս ճնշված այս կամ այն առիթով այդ մարդու հետ շփվելիս։ Կլինի կին թե տղամարդ, որևէ սեռային տարբերություններ չենք մատնանշում։ Երկրորդ շատ կարևոր պատճառ այն է, դու լսված ես, թե անընդհատ ուզում ես ինչ-որ բան ասես եւ քեզ ուղակի չեն լսում կամ խոսել ես, բայց այնտեղ տոտալ անտարբերություն է քո խոսքի հանդեպ։ Եվ երրորդ կետել ընդհանրացված ասենք, որ քեզ համեմատում են արդյոք, օրինակ իմ մայրիկը այսպես կաներ, իմ քույրիկը այսպես կաներ, իմ եղբայրը այսպեսին է կամ իմ հայրը այնպեսին է։ Երբ որ համեմատության, ճնշվածության, չլսված, անտարբերության մթնոլորտը կա հատկապես, երբ որ նոր շփվում է զույգը, եկեք լինենք ուշադիր, որ հետագայում դա ինքնուրույն չի փոխվում։ Շատ հնարավոր է, որ մարդը հենց քեզ ընտրել է, որովհետև կարողանում է այդ ինֆորմացիան քեզ վրա լցնել եւ դու դառնում ես լավական կամ դառնում ես շատ լավ խավության նոխազ։ Եվ այսպես շարքը կարելի է անվերջ թվարկել։ Այ պատկերացնենք արդեն ընտանիքը ձևավորվել։ Յուրաքանչյուր վեճի կոնֆլիկտի ժամանակ մարդիկ սովորությանը համաձայն փնտրում են մեղավորների։ Այս պարագայում ընտանեկան կոնֆլիկտների ընթացքում ժամանակ ով է մեղավոր, թե ընտանեկան կոնֆլիկտները այն կոնֆլիկտներն են, որոնց մեջ մեղավոր են բոլորը, կարծես թե։ Միանշանակ ճիշտ է, մեղավոր են բոլորը, բայց մեղադրանքի կոնցեպտը վեճերը վերլուծելիս կարծես լավ չի աշխատում, որովհետև մարդը մինչ կմեղադրի բոլորին, կամ մեկ մարդ, ում պետք է լավ ճանաչել, թերևս միգուցե մեղադրել դա դու ես։ Այսինքն ես իմ որոշմամբ այստեղ եմ, ես այս որոշումը կայացրել եմ ինքնուրույն, այն բոլոր նկատառումները, որ եղել են, միևնույն է, ես ընտրել եմ մի ճանապարհ, որտեղ պատրաստ եմ սխալվելու։ Հիմա երբ որ կա վեճը ու մեղավոր են ծնողները, հորաքույրները, մորաքույրները եւ այլն, վատ միտք է, որտեղ դա ոչ միտեղ չի տանում։ Եվ նաեւ լավագույն լուծումը չէ, որ դու երկար ապրես ինքնամեղադրանքի ծանրության տակ։ Եղել է վեճը պահանջում է լուծում, իսկ լուծման ճանապարհը կառուցողական քննարկումն է։ Հիմա մենք ինչ ենք անում։ Հնարավոր է, որ մենք երեքով հիմա թեմայից այնպես կտրուկ անցում կատարենք, որ շատ խիստ վիճենք։ Ամեն բան հնարավոր է, գիտեք, Մարիամ։ Չէ, մերժի, Սամվել ջան, բայց նույնիսկ կարող ենք, գիտեմ, պատկերացնում, նույնիսկ կարող ենք վեճի ինստիտուտը փորձարկել, չէ, հետաքրքիր կլինի հեռուստադիտողին։ Ես միշտ շատ տարբեր նաև զրույցներում ասել եմ, որ հատկապես երեխաների հետ կապված, որ ասում են իսկ վտանգավոր է ընտանեկան վեճերը երեխաների, միանշանակ այո վտանգավոր է, բայց
Էլ ավելի վտանգավոր, եթե երեխան լուծումները չի տեսնում։ Վեճ կարող է լինել, դա հաղորդակցության լավագույն տեսակը չէ, բայց կա կյանքում, չես ժխտի, բայց երբ որ երեխան նաև տեսնում է, որ վեճից հետո կան լուծումներ, իսկ լուծումները մենք լավ գիտենք, տարբեր տաղավարներից քննարկեցինք, զրուցեցինք, հասկացանք ու պատկերացնեք մի հատ սիրուն ինստիտուտ էլ կա, որ ներեցեք, ես տաքացա։ Խնդրում եմ եկեք այդ թեմային այլ տեսանկյունից նայենք, որովհետև ես այդ օր ունեի վատ տրամադրություն, չկա այս ինստիտուտը, չի տարածվում, ավելի շատ իմ սենյակում ես տեսնում եմ մեղավոր ես դու, չէ մեղավոր ես դու, այ որ դու սա չասեիր, ես սա չի անի, այլ որ քո մաման սենց չաներ, իմ պապան սենց չէր անի, եւ այլն, ու ես ձեզ ասում եմ, դա փակուղի տանող ճանապարհ է եւ երբեք լավագույն լուծումը չէ։ Մարիամ, գուցե վեճերը լավագույն լուծումը չեն եւ փակուղի տանող ճանապարհ են, բայց արդյոք ավելի վտանգավոր կետ չկա, երբ ուղակի մարդիկ սկսում են նույնիսկ չվիճել իրար հետ։ Այո, իհարկե, դա վեճի ծայրահեղ մյուս բևեռն է, որտեղ կա անտարբերությունը, չէ՞ որ ես պատճառների մեջ անտարբերությունը նշեցի եւ իմ սիրելի Հասմիկը արդեն հետևանքների մեջ էր։ Սովորաբար պատճառ-հետևանք կապը լինում է կրկնությամբ։ Եթե պատճառների մեջ էր ի սկզբանե անտարբերությունը, հարսանիքի եւ հետհարսանիքային փուլում բոլորը տաք են, ջերմ են, լավ բարեկամներ են, ապա այդ քաղցր էտապը անցնելուց հետո կարող է հետևանքում նույնպես լինեն սառը պատերազմներ, անտարբերություն, այ որ դու 10 տարի առաջ այս օրը ինձ չլսեցիր, ես այսօր քեզ պատասխան նույն ձևով։ Հարց, պատասխան, վարվում եմ այնպես, ինչը որ ստացել եմ, ու դրա համար չկան տարիներ։ Տարիները միայն բարդացնում են նախափուլում եղած բոլոր խնդիրները։ Ստացվում է, որ մարդիկ մինչ ամուսնանելը պետք է նախ ճանաչեն իրենք իրենց, հետո ճանաչեն իրենց զույգին, բայց դա միշտ չէ, որ հաջողվում է, որովհետև այդ նախամուսնական շրջանում ամեն ինչ այնքան քաղցր է, ծաղիկներ, կոնֆետներ եւ այլն, ինչպես ընդունված է ասել, եւ ինչպես կարող է այդ փուլում, օրինակ, սիրահարված աղջիկը կամ տղան ճանաչել իր կողակցին։ Ամենալավ հարցերից է, որովհետև հենց այստեղ է թաքնված շան գլուխը, ինչպես ասում են։ Ծաղիկները, կոնֆետները, ջանիկս, սրտիկս, պուպուշիկս, բոլոր արտահայտությունները ուղղակի հրաշալի են։ Եվ դա հաճախ լինում է 16, 18, 20, 22 տարեկանում։ Եթե մի փոքր մեծացնենք ամուսնության շեմը, եւ տարիքի հասունությունը, իմաստությունը մարդը կհասցնի իրեն ճանաչել։ Մենք ուղղակի ամուսնության ինստիտուտի մեջ տարիքը բավականին փոքր ենք ընտրում, 18, 20, եւ այդտեղ ինքնաճանաչողությունը միայն կարող է լինել մեծերի ուղեկցությամբ, մասնագետի ուղեկցությամբ։ Չնայած ուրախություն մեզ ասենք, որ դեռահասները իմ դիտարկմամբ շատ հետաքրքրված են հոգեբանությամբ, այսինքն սիրում են թեստերի, հարցերի, ինչ որ միջոցառումների ժամանակ իրենց ճանաչել, օրինակ անկախ ընտրած անկախ ընտրած մասնագիտությունից, որ ինձ սա է դուր գալի, եթե մարդը գիտի իր զգացմունքների դաշտը, գոնե ամենատարական մակարդակում, ցանկությունների, այսինքն ինչ եմ ես ուզում, դժվար է այդտեղ սխալվել հետո, բայց երբ որ ես անդադ անտեսում եմ ինչ եմ ես ուզում, ինքը ինքնաճանաչողության հասուն փուլում գլուխ է բարձրացնելու եւ կառավարելու է քեզ որպես դժբախտ մարդ։ Այսինքն ես ապրել եմ 28 տարի եւ ոչ ման չեմ արել իմ ցանկությամբ։ Այն նշեցիք կոնֆլիկտների մեջ ընտանեկան զույգերի թեման, բայց ես կարծում եմ, որ նույն չափ կարևոր է ընտանեկան կոնֆլիկտների մեջ սերունդների բախման թեման, որովհետև քանի որ այդ կոնֆլիկտների մեծ մասը նաև առաջանում է հենց այդ սերունդների բախումից։ Ինչու շատ հաճախ մեծերը չեն հասկանում փոքրերի լեզուն եւ փոքրերը չեն հասկանում մեծերի լեզուն։ Կարծում եմ նաև բնություն կա դրա մեջ, ես շատ եմ ապրել, ես լավ եմ ճանաչում աշխարհը, հետևեք ինձ, ասում են մեծերը։ Փոքրերը թերարժեքության բարդույթի տեսանկյունից դե նա մեծ է, ուրեմն ճիշտ է, բայց ուղղակի մի պա պատկերացնենք հայրեր որդիներ սերունդների մեջ, սա երկարում է։ Եթե երեխան, տղան, աղջիկը ինչ որ էտապում շարունակում է շատ հավատալ, որ ինքը դեռ փոքր է, ապա մենք ունենում ենք 50 տարեկան, բայց 15 տարեկանի ուրեմն մտածողությամբ եւ շարժուձևով։ Այո։ Ու այստեղ պատկերացնենք 50 տարեկան կինը կամ տղամարդը, ով արդեն պետք է մեծերի կյանքով ապրի, ինքը դեռ 70-80 անց ծնողներին համարում է ամենաճիշտը։
փակուղի է։ Ես բանաձևը գիտեմ, ինձ թվում է սերունդների պայքարը երկար նկարագրել պետք չէ, բոլորը իրենց մաշկի վրա զգացել են, բանաձևը հետևյալի մեջ է։ Տեսեք, Կիսվեք այդ բանաձևը։ Վստահաբար մեր հեռուստադիտողները հիմա Գիտեք, ես լարված ախնա- գրիչները ձեռքը սպասում են, թե գրեն, տեսնեն։ Իմ տաղավարից միշտ ասում եմ, չէ, գրիչով այո։ եկեք։ Բանաձևը հետևյալն է, սիրելի գործընկերներ։ Եթե մենք մեծի եւ փոքրի նշանը փոխարինում ենք հավասարության նշանով, ամեն ինչ կարգավորվում է։ Մի հատ տեսեք։ Մեծերը փոքրերին վերաբերվում են մեծի պես եւ տալիս են հնարավորությունը։ 11 տարեկան ես եւ քեզ ասում են անպայման այսօր կմտածես, թե մենք վերանորոգումից հետո որ Մակնիշի սառնարանն ենք գնելու։ Անպայման կմտածես, թե ընտանիքով ամռանը որտեղ ենք հանգստանալու, բայց ընդամենը 11-12 տարեկան, ոչ թե ասում են ուր կորոշենք, այնտեղ էլ կգնաս, լակոտ։ Մյուս տարբերակը, շատ ներողություն, Սամվել ջան, մյուս տարբերակը մեծը 40 անց է եւ փոքրի հետ բատուտից դուրս չի գալիս հանգստյան գոտում։ Կամ մեծ է եւ փոքրի հետ հավասար թավալ գլոր է գալիս խոտածածկույթի վրա։ Պատկասեցիք ընտանիքում ուղակի պատկասեք մեծը փոքրին տվեց այդ դերը եւ հակառակը։ Այսինքն բերեցինք հավասարության նշանի։ Այստեղ գրեթե հասցնում ենք նվազագույնի տարբեր սերնդային խնդիրներ։ Բայց արդյոք այս պարագայում եթե հավասարության նշանը շատ ծայրահեղ կետի հասնի, հակառակ ռեակցիան չի լինի։ Ավելի բարդ խնդիր չի առաջանա։ Միգուցե ես չեմ նկատել, ինձ ցույց տվեք։ Եթե օրինակ ծնողները շատ մեծի պես վերաբերվեն մի երեխայի, որը դեռ չի հասել այն տարիքին, որպեսզի նրա հետ մեծի նման վերաբերվի։ Չգիտեմ։ Ինձ ուղղակի հետաքրքիր է այս հարցը։ Եթե հիմա մեր հեռուստադիտողը մեզ լսի ու հենց հիմա դնի հավասարության նշան այն դեպքում, որ 14 տարեկան երեխային մինչ այդ պահը բալես փոքրս դու չես կարող, մենք կանենք ու հենց հիմա անի, ձեր ասածը տեղի կունենա։ Մենք միշտ աճեցնում ենք սերունդը, նոր տալիս դերը, ճիշտ է, եթե 14 տարեկան 16 է, բավական ուշացած է, բայց անհույս չէ։ Որն է այդ շեմը տարիքային, որտեղից պետք է դնել հստակ հավասարության նշանը, իսկ որտեղից դե մի փոքր դեռ։ Դու 3 տարեկան ես եւ կարող ես կոշիկներդ կապել ինքնուրույն։ Միանշանակ ու հիմնականում երիտասարդ ծնողները հենց այդպես էլ վարվում են իրենց երեխաների հետ։ Այո, այսօր տենդենսը կա։ Ես երբեք չեմ կերակրել ձեռքով իմ երեխային, նա կերել է ինքնուրույն, սկսած 6 ամսականից։ Ես եւ Սամվելը հիացանք ձեր բալիկի ինքնուրույնությամբ, հաճելիորեն։ Շնորհակալություն։ Եվ հիմա բավականին հեշտ է նաեւ ինձ։ Այո, այն ժամանակ դժվար էր։ Հիմա էլ կան դժվարություններ, որովհետև 3 տարեկանի ճգնաժամ կա, բայց արդեն շատ փուլեր մենք հաղթահարել ենք եւ շատ ավելի հեշտ է, երբ երեխան ինքնուրույն է հագնվում։ Իրականում, սիրելի Հասմիկ, եթե ձեր փորձն ենք վերլուծում ու շնորհակալություն այդ հնարավորության համար, եթե ձեր համբերությունը հիշեիք, որ դժվար էր կապում ու դուք լարվածությունից կամ շտապողականությունից վերցնում կապում եք, չի աշխատի։ Մոտեցումը, դաստիարակությունը, աճը, հասունությունը մեկ օրում չի լինում։ Դա բավականին երկար աշխատանք է, դեռևս երբ արդեն 6 ամսեկան է եւ ինքնուրույն երեխան նստեց։ Ես նույնիսկ չոչի փուլում տեսնում եմ, ծնողը նյարդայնանում է ծնկները կեղտոտվելուց, կամ որ երեխան պետք է երկար է ճանապարհը անցնի, բայց դուք պատկերացնում եք հատկապես ինձ համար մանկության մեջ ամենասիրուն զարգացումը լինում է չոչի փուլում։ Եվ կարևոր զարգացումներից մեկը ոչ միայն ֆիզիկական, այլ նաեւ հոգեբանական։ Որովհետեւ չոչի ժամանակ ես ասեմ դա նկատել եմ իմ 4-րդ երեխայի ժամանակ, այսինքն մեզ մոտ էլ գիտելիքը sense մի անգամից չի եկել։ Մոնթեի չոչի ժամանակ ես տեսա ոնց է չոչի ժամանակ երեխան նկատում վտանգը։ Այն դեպքում, որ նախորդ այդ տարիքում իմ երեխաների ժամանակ մտածում էի, օ հեսա գլուխը կխփի, օ հեսա կընկնի, ես այդ ժամանակ ավելի համբերատար լինելով տեսա, որ երբ հասնում է վտանգին կանգ է առնում։ Դա ուղղակի պետք է համբերել եւ տեսնել։ Այսինքն ինչ էր հասունությունը, զարգացումը սերունդների մեջ, համբերություն եւ դա նկատելու կարողություն։ Ես իհարկե բարդությունները հասկանում եմ, որովհետեւ մեր կյանքում ամենաթանկը թերևս ժամանակն է, եւ հենց մեզ պետք է ժամանակ, որ մենք ժամանակ տրամադրենք երեխային, որովհետեւ երեխան ոչինչ չի կարող անել մեր արագությամբ։ Ճիշտ է։ Նա պետք է բայց հետո կանի ավելի արագ, եւ եթե մեր մոտեցումներից մեկը հիշենք, միշտ ասում եմ եւ իմ ընտանիքն էլ է այդ կոնցեպտին հետևում, քայլել երեխայի զարգացման ետևից, ոչ թե առջևից, որտեվ զարգացողը ժամանակի մեջ
երեխան է։ Ուղղակի եկեք ընկալենք, որ տեխնիկայի դարում ենք եւ երեխաների համար դա 1 րոպե է, իսկ մեզ համար գոնե թե 1 ժամ։ Իսկ կարող ենք ասել, որ հիմա եթե երեխաներին այսպես ենք պահում, հետագայում նրանք կմեծանան եւ իրենց ընտանիքներում ավելի քիչ կոնֆլիկտներ կունենան, քանի որ մեր հիմնական թեման կոնֆլիկտներն էին։ Այո, սերունդների մեջ, եթե մենք ինչքան տարիներ կլինի քննարկել ենք բախումները, եւ ոչ թե տարիներ, այլ դարեր, դեռևս արքունական շրջանից հայրեր, որդիներ խնդիրը եղել է, ապա դա եղել է չթագադրելը, ուշացած ընկալելը, չխոսել այդ մասին։ Իսկ պատկերացնենք, որ հիմա մեծանում է մի սերունդ, որը ժամանակին ընկալվել է, լսվել է, թագադրվել է եւ կյանք է մտնելու արդեն այնպես, որ ես այն ծնողների զավակն եմ, ով ինձ սովորեցրել է դեռևս 2-3 տարեկանից ապրել, ոչ թե ապրում եմ եւ անընդհատ բացահայտում եմ փորձությունները եւ սխալները։ Շնորհակալություն Մարիամ։ Թեման բավականին ծավալուն է իրականում եւ Մարիամը իր տաղավարից մեզ յուրաքանչյուր առավոտ միանում է իր խորհուրդներով եւ ոչ միայն այս թեմայի շրջանակներում, այլև բոլոր տեսակի հոգեբանական թեմաների շրջանակներում ու մեզ խորհուրդներ է տալիս, որոնք օգնում են մեզ ել ավելի ինքնավստահ լինել եւ մշտապես ընտրել ինքներս մեզ, որովհետև հենց դա է կարևոր յուրաքանչյուր իրավիճակում մենք պետք է ընտրենք ինքներս մեզ առաջնահերթ։ Այո, շնորհակալություն եւս մեկ անգամ Մարիամ, անսահման հաճելի եւ օգտակար է ձեզ լսելը։ Փոխադարձ։ Իսկ մենք շարունակում ենք մեր եթերը։ Մնացեք մեզ հետ։